այ Լիլիթ Աղիկյանին քրեական վարույթ է, նախաքննական մարմինը անդադ պնդում է, քրեական վարույթի շրջանակում է, բավականին շեշտադրումներ դուք այնտեղ արեցիք, բայց ձեր թույլտվությամբ ինչու նույն այսպես ինչպես Տիկին Աղիկյանին եկան այդ իսա տենց մեր վիճակով տանից տան, ինչու նույն ջանասիրությամբ օրինակ քննչական կոմիտեն Սամվել Վարդանյանի խոշտանգողներին չի հայտնաբերում։ Այս սա հարց է, որ ըստ էության բոլորին այդ նույն ջանասիրությունը չի ցուցաբերվում մեկ այլ քրեական գործով։ Նշեմ, որ երկու վարույթները թե իրենց բնույթով են տարբեր, թե արարքին տրված քրեիրավական որակմամբ են տարբեր, հետևաբար կարծում եմ այդ վարույթների միջև զուգահեռներ անցկացնելը առնվազն ճիշտ չի, որովհետև կոնկրետ անձանց եւ կոնկրետ արարքների մասին խոսք է գնում կոնկրետ անձանց եւ տարբեր արարքների մասին տրված իրավական գնահատականն է։ Լիլիթ Աղիկյանի մասով ես արդեն նշեցի, որ մենք մեկ արարքի մասին խոսք չկա, տարբեր արարքներ եւ նախկինում ընտրվել էր անազատության հետ չկապված։ Կնոջ հետ այդպես վարվել, լսեք մինչեւ վերջ ասեմ։ Տարբեր արարքներ, գոյություններ ընտրել էինք անազատության հետ չկապված խափանման միջոց եւ երբ որ տեսանք այդ խափանման միջոցը չի կարողանում չեզոքացնել անձի ոչ պատշաճ դատավարական վարքագիծը, նախաքննական մարմինը, քանի որ դա օրենքի պահանջ է, ընտրեց այլ խափանման միջոց, որը որ կերաշխավորի անձի պատշաճ դատավարական վարքագիծը։ Այսինքն այս վարույթների միջև զուգահեռներ անցկացնելը ճիշտ չի։ Չվերաբերում է Սամվել Վարդանյանի հետ կապված քրեական վարույթի այդ գործով համակողմանի եւ պատշաճ նախաքննություն իրականացում է։ Ստացել ենք փորձակցության եզրակացությունը, արդյունքում նշանակել ենք նոր փորձակցության առաջիկայում դատավարության մասնակիցները ծանոթացել են, այս ընթացքում հույս ունեմ այդ փորձակցություն նշանակելու մասին որոշմանը, առաջիկայում կսպասենք արդյունքների։